Բարև ձեզ։ Ամբողջատիրական համակարգը եւ մարդը թեմայի շրջանակում մենք այսօր կանդրադառնանք կրոնի եւ եկեղեցու հետ առնչվող խնդիրներին։ Թեմայի քննարկման համար տաղավար ենք հրավիրել Մայրաթորի միաբան Շահե Վարդապետյանյանին եւ հայագետ հրապարակախոս Նազանի Ղարեբյանին։ Աստված օգնական հայսուր, բարև ձեզ։ Աստվածուրացությունը հաճախ է բնորոշում տոտալիտար համակարգը։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այդ հստակ միանշանակ վերաբերմունքը տոտալիտար համակարգերի, կրոնների եւ եկեղեցիների նկատմամբ։ Գիտեք, ընդհանրապես աստվածուրացություն բառը մի քիչ երևի չափազանցված կթվա, բայց ընդհանրապես խոսքը մի համակարգի այլ համակարգ չհանդուրժելու պատմական իրողության մեջ է, եւ սա արդեն սկսվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ բողոքականությունը կամ ռեֆորմացիան կամ բարեկարգումը իհայտ եկավ Եվրոպայում եւ խնդիր առաջացավ, որ որոշակի դոգմաներ կամ վարդապետական կետեր փոխարինելու համար անհրաժեշտ է դրանք լրացնել նոր կետերով կամ նոր, այսպես ասած, անհերքելի փաստերով։ Պատահական չէ, որ Լյութերն ինքը, երբ այսպես ասենք, նոր խմորվում էր իբրև բարեկարգող, իբրև առաջին, այսպես ասենք, բարեկարգման տեսության հեղինակ 95 թեզիսներ առաջ բերեց։ Այսինքն փաստեր կամ անհերքելի կետեր կամ այսպես ասենք աքսիոմաներ, որոնք կամ կարելի էր հերքել կամ չհերքել, պարզապես ընդունել։ Եվ հետևաբար այս առաջին, այսպես ասենք, արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ երևույթը ոչ թե ավելի շուտ աստվածուրացության խնդիրներ, այլ համակարգերի փոփոխության։ Մի համակարգի բացարձակ գերիշխանությունը ձևափոխվում կամ փոխարինվում էր նոր համակարգի իրողությամբ, գոյությամբ։ Եվ բնականաբար Եվրոպայում, երբ առաջ եկավ բողոքականությունը, կաթոլիկ եւ բողոքական համայնքները համատեղ գոյության համար 100 տարուց ավելի ծախսեցին, մինչեւ կարողացան համատեղ գոյատևել նույն Եվրոպայում։ Սակայն երբ խոսքը քաղաքական, հասարակական մի համակարգի մասին է, որ բնորոշվում է որպես ամբողջատիրական տոտալիտար, այս դեպքում նա կարծես պարտադրված ամբողջությամբ դուրս պիտի մղի կրոնական համակարգը։ Դուրս մղել, այսինքն կարելի է ասել այդպես, բայց օրինակ նույն տոտալիտար համակարգի առաջացումը եւ եկեղեցու հալածումը, ինչպես որ մենք տեսանք սովետական ժամանակաշրջանում մեծ հեղափոխությունից հետո ընդհանրապես եկեղեցիների կործանում, փակում եւ այլն, սա բնորոշ էր տոտալիտար համակարգին իհարկե, որովհետեւ տոտալիտար համակարգը փորձում էր ամբողջ մի մշակույթ, ամբողջ մի հասարակական մտայնություն ձևափոխել, փոխարինել նոր համակարգով, այսինքն այնպիսի համակարգով, որտեղ չկա Աստծո գաղափարը իբրև անհերքելի բացարձակ իրողություն։ Բայց իմ առաջին ասածին, երբ մի բան հանում ես, խոսքը ոչ միայն տոտալիտար համակարգի մասին, այլ ընդհանրապես ցանկացած համակարգի մեջ, երբ մի բան հանվում է, տեղը պիտի դրվի նոր անհերքելի իրողություն եւ սովետական Հայաստանի կամ Սովետ Միության պարագային, Չինաստանում մաոիզմի պարագային կամ մնացած այլ տոտալիտար համակարգերի պարագային, դիկտատորական համակարգերի պարագային, բնականաբար կամ անհատի պաշտամունքն է եւ կամ նոր կուսակցության, որ անսխալական է, իբրև հավաքականություն կամ որ անհերքելի է նրա որոշումը, այսպիսի գաղափարականությունն է, որ հասարակության մեջ փոխարինում է Աստծո գաղափարին, գերբնականի գաղափարին եւ բնականաբար այս փոխարինումը կենսական անհրաժեշտություն է ցանկացած տոտալիտար համակարգի համար։ Խնդրեմ ձեր կարծիքով ինչու է դա այդքան օրինաչափ տոտալիտար համակարգերում հերքել։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է մի փոքր որպես պատմաբան, մի փոքր հարցը տեղավորեմ պատմական համատեքստում։ Տոտալիտարիզմը որպես երևույթ եւ որպես, այսինքն ամբողջատիրությունը հայերեն ասենք, որպես եզրույթ, տերմին առաջացել է 20-րդ դարում եւ բնորոշում է 20-րդ դարի համակարգերը։ Դա պետք է շատ լավ գիտակցել։ Այսինքն երկու պատերազմների միջև է առաջին անգամ, որ բնորոշվել է թե ինչ բան է տոտալիտարիզմը, ինչպիսի համակարգ է եւ որ բնորոշելու համար միաժամանակ առաջացող երկու համակարգեր քաղաքական, սովետական միության ստալինյան համակարգը եւ այն ինչ կատարվում էր Գերմանիայում, նացիստական, ուրեմն հիտլերյան նացիստական Գերմանիայի այդ ստեղծումը։
Ինչով է տարբերվում տոտալիտարիզմը դեմոկրատիայից կամ բռնապետական հասարակարգից։ Ինչպես Հայր Սուրբն ասաց, իհարկե տոտալիտարիզմի գլխավոր բնութագիրը միակարծությունն է, միակարծության ընդունումն է, այսինքն այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողությունն է։ Բայց դա նաև բռնատիրական հասարակարգերին է բնութագրում։ Տոտալիտարիզմի ավելի բնորոշ այն է, որ նա այն գնացել է մի բան էլ այն կողմ, այսինքն բացի որ այլակարծություն չի ընդունում, նա նաև չի փորձում է կառավարել գիտակցությունը, մտնել մարդու ինտիմ աշխարհի մեջ, ուղեղի լվացում անել ավելի առաջինը, որ ինքը գիտակցության ամբողջապես գիտակցությանն է ուզում տիրել եւ այդտեղ տեղադրել մի գաղափարախոսությունը, որտեղ որպես բացարձակ ճշմարտություն, որպեսզի ինչպիսին էլ դա լինի այդ գաղափարախոսությունը։ Եվ երկրորդը, որ նա հենված է դրա հիման վրա մինչև մարդասպանություն, տանջանք, կտանք մարդասպանություն եւ պետք է անպայման այդ մեղադրվողը ինքը գա խոստովանության, պետք է բերել իրեն խոստովանանքի իր մեղքերի առաջ եւ նոր խոստովանանքից հետո կրի իր պատիժը եւ դրա համար տոտալիտար ռեժիմներին շատ հատուկ են այդ մասսայական դատավարությունները, վերջին ատյանները։ Եւ հաջորդ պահը շատ կարեւոր է, խորախուսվում է մատնությունը եւ այսինքն մատնություն եւ այդ մարդիկ, որոնք որ մեղադրյալ են, այսպես ասենք, նրանք համարվում են ժողովրդի թշնամի, նրանք ամբողջապես դուրս են մղվում հասարակությունից։ Այո, տոտալիտարիզմը բնորոշվել է, ստեղծվել է տերմինը 20-րդ դարում եւ բնորոշում է 20-րդ դարին հատուկ ռեժիմները, բայց արդյոք նա չունի նախապատմություն։ Այդտեղ գնալու համար պետք է մի փոքր հետ նայենք, որտեղից է ծնունդ առնում տոտալիտարիզմը, առաջին քայլը հետ նայելով մենք այդ երևույթները տեսնում ենք ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած տերորի, Մաքսիմ Ռոբեսպիերի եւ Դանտոնի ուրեմն կազմակերպած տերորի տարիներին։ Այդ ժամանակ էլ նույն բանն էր, այսինքն իրենք փորձում էին իրենց գիլյոտինի տակ տարան գրեթե ժողովրդի 1/3-ին, որպեսզի կարողանան այդտեղ առաջին հակակրոնական, հակաեկեղեցական ավելի շուտ, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական երևույթները առաջին այդտեղ էին, այդ տերորի ժամանակ դրսևորվեցին եւ այդտեղ էր որ այդ մատնությունը եւ ուրեմն գաղափարական միակարծությունը եւ այդ ամբողջատիրական երևույթները առաջին անգամ առաջ եկան։ Փաստորեն տոտալիտարիզմը ունի շատ հստակ գաղափարախոսություն, այսինքն անպայման ենթադրում է գաղափարախոսություն, որը պիտի միակը լինի, կարելի է այսպես եզրակացնել եւ բացարձակ անհերքելի եւ միգուցե հենց այդ պատճառով է այն շատ ուժեղ հակադրվում կրոնական գաղափարախոսությանը, որովհետեւ կրոնական ընկալումը նույնպես ենթադրում է բացարձակացում, անհերքելիություն։ Հակառակ դեպքում կարելի է դուրս մղել ցանկացած գաղափարախոսության, ցանկացած այլ գաղափարախոսության, ինչև տոտալիտար համակարգը անում է, ցանկացած այլախոհություն եւ այլն մերժում է, բայց այդքան բուրըն, այդքան նույնիսկ արյունոտ պայքար, ինչպես որ կատարվում է կրոնների եւ եկեղեցիների դեմ, այլ կառույցների դեմ չի լինում։ Կներեք, ես մի բան մոռացա ասել ֆրանսիական հեղափոխության անցնելիս, որ այդ տերորի ժամանակ էր, որ իհարկե կրոնը, քրիստոնեությունը եւ այլ կրոնները մղվեցին մի կողմ, բայց ինչը դարձավ, այնպես չի, որ իրենք պայքարում են կրոնի դեմ եւ այլն։ Իրենք դրա փոխարեն վերցեցին բանականությունը, չէ, ռացիոնալիզմը, որ գերագույն էակի ուրեմն պաշտամունքը եւ փոխարինեցին Փարիզի Սեն-Սուլպիս եկեղեցին եղել է բանի ռազումի բանականության տաճար, այսինքն իրենք մի կրոնը այնպես չի որ իրենք կրոնի դեմ էին, ոչ, իրենք ուղղակի մի կրոնը փոխարինեցին մյուսով, ինչպես որ մենք տեսնում ենք անձի պաշտամունքը եւ այլ, ինչպես տեսնում ենք սովետական ժամանակ, չէ, կոմունիստական գիտական կոմունիզմը, չէ, դասականները Մարքս, Լենինը եւ Ստալինին հետո հանեցին, բայց դա կրոն էր, եւ իր իրենց երյակի այդ երրորդության պատկերները ամենտեղ կար եւ հնարավոր չէր որևէ բան ասել այդ գաղափարախոսության դեմ։ Եվ այստեղ շատ երբ որ մենք խոսում ենք կրոն, պետք է ուշադիր լինենք, որ օրինակ որոշ կրոնների համար տոտալիտար համակարգ կա կամ չկա, շատ էական չէ, օրինակ մի օրինակ բերեմ, 70-ականներին երբ Ինդոնեզիայում
համարյա թե տոտալիտար համակարգ էր եւ սահմանադրության մեջ նույնիսկ մտցվեց հատուկ կետ, որ յուրաքանչյուր ոք իր կրոնի մասին խոստովանի ասի, որովհետեւ աթեիստ մարդկանց սահմանադրությամբ պատժում էին Ինդոնեզիայում։ Այո, այսինքն եւ այստեղ խնդիրը հետեւյալն էր, որ օրինակ բուդդիստները Բալի կղզում նրանց համար Աստծո գոյություն ունի կամ չունի երկրորդական հարց է բացարձակապես։ Այսինքն կա Բուդդան, որի տված ճանապարհը, լուսավորության ճանապարհը կա, այսինքն եւ այդ ճանապարհով ապրող մարդը ցանկացած հասարակության մեջ նրա համար շատ էական չէ, կա Աստված, կա կրոն, չկա կրոն, կա ճանապարհ։ Դհարմա կա, այսինքն վարդապետությունը կա եւ շատ զարմանալիորեն այս մարդկանց համար փոխվի վարչակարգը խնդրի էությունը եւ բովանդակությունը չի փոխվում։ Եվ դրա համար պետք է զգույշ լինել, երբ մենք խոսում ենք կրոններ, այստեղ կան կրոններ, որոնց պարագային դոգմատիկ կառուցվածքը ոչ թե գաղափարախոսության, այլ տեսակետների աքսիոմատիկ կառուցվածքը շատ էական է եւ կարեւոր։ Օրինակ քրիստոնեության պարագային սա շատ կարեւոր եւ բնորոշ մի կետ է, որովհետեւ քրիստոնեությունն ինքը հենվում է հավատամքների վրա, հավատո հանգանակների վրա, որոնց կետերը բացատրելի չեն եւ որոնք անհերքելի են։ Եվ այս պարագային այդ ամբողջ հիերարխիկ կառուցվածքը եկեղեցական նվիրապետական ինքը ըստ էության ամբողջատիրական է։ Բայց այդ ամբողջատիրական համակարգի ոչ թե արդարացումը, այլ հիմնումը աստվածային օրենքի վրա է։ Այստեղ մարդը էական դերակատարություն չունի։ Մեկը իշխանի որդի է, թե կոշկակարի որդի, հեչ էական չէ։ Մենք ունենք կաթողիկոսներ, որոնք որբեր են եղել եւ դարձել են կաթողիկոս, ունենք, որոնք արքայական ծագում ունեցող մարդիկ են եղել։ Այստեղ ուրեմն ամբողջատիրական համակարգը նույնպես առանց մարդկային գործոնի ինքը արդեն եկեղեցի է, նվիրապետական համակարգ է, գործում է, որովհետեւ ամբողջատիրական է, այսինքն կան կետեր, կան անհերքելի փաստեր, որոնք մարդու միջամտության կարիք չունեն։ Իրենք ինքնին հաստատված են իբրև աստվածային օրենքներ։ Իսկ ամբողջատիրական տոտալիտար հասարակարգի պարագային այստեղ տեղի ունենում մարդու աստվածացում եւ բնականաբար այստեղ ուղակի բախումը թե միստիկ եւ թե քաղաքական, թե հոգեվոր, թե ցանկացած առումով կրոնի հետ շատ բացատրելի է։ Ինքը Ստալինը անհատի պաշտամունքի հիմնադիրն ըստ էության, չէ՞ որ ժամանակին շատ մեծ հաճույքով նայում էր այն բոլոր իկոնաները, որոնց վրա իր նկարն էր նկարված։ Եվ բնականաբար խնդիրն այստեղ մարդու կարգավիճակի, մարդու բանականության բացարձակեցումն է տոտալիտար համակարգում, որը բերում է ուղղակի առճակատման աստվածային համակարգի հետ, որտեղ գերագույն օրենսդիրը, գերագույն կարգավորողը ինքը աստված է, ոչ թե մարդ։ Այս դեպքում ձեր կարծիքով ինչպես է ամբողջատիրական համակարգը վերաբերում եւ կարգավորում մարդու հոգեվոր աշխարհը։ Այսինքն եթե ոչ ամբողջատիրական համակարգում հասկանալի է, ինչ որ ձևով հասկանալի է, իսկ ամբողջատիրական համակարգը նոր մարդ է կերտում, դա նույնպես նրա բնորոշիչներից մեկն է։ Հոգեվոր աշխարհ հասկացություն չկա ամբողջատիրական համակարգի։ Իսկ ինչ է տեղի ունենում մարդու հետ այդ դեպքում։ Շատ վատ բաներ։ Ճիշտն ասած, պատմությունն էլի ցույց է տալիս, որ ամբողջատիրական համակարգերը կարճ կյանք ունեն եւ չեն էլ կարող երկար կյանք ունել, որովհետեւ դա ոչ միայն հակամարտկային է, հակաբնական է, դա հակաֆիզիոլոգիական է։ Ինչու՞, որովհետեւ ամբողջատիրական համակարգը արգելում է մարդուն մտածել ընդհանրապես։ Իսկ մարդը ինչով է տարբերվում կենդանուց բնորոշում, որ ինքը մտածելու հատկություն ունի։ Անկամ կրոնական համակարգերում, անկամ չէ, ավելի գաղափարական եւ այլն, իրեն պետք է թողնվի մի անկյուն, որտեղ ինքը կարող է եւ ազատ իր հետ լինի, իր ինտիմ աշխարհում։ Կարող է ինքը, ասենք, առերես ենթարկվի կամ ընդհանուրին կատարի իր ծես կլինի թե իր պարտականությունները, բայց պետք է մարդուն անպայման մի անկյուն թողնես, որպեսզի ինքը կարողանա մտածել։ Եթե չմտածես, մարդկությունը կանգ է առնում։ Իսկ տոտալիտար համակարգը հենց այդտեղ է հասնում, նա արգելում է մարդուն, այդ ինտիմ աշխարհի մեջ է մտնում։ Չի թողնում ոչ մի հատիկ, որպեսզի քեզ համար որևէ տեղ լինի, որպեսզի նույնիսկ կասկած, այսինքն կասկածի խնդիրը վերանում է։ Այնինչ եկեղեցու պատմության վրա որ գնանք, առանց կասկածի եկեղեցու պատմությունն էլ չի կարող, չկա։ Եվ
Ես հիմա անցում կատարեմ, շատ էլի հետաքրքիր անցում, այսինքն ֆրանսիական հեղափոխությունից, տերորից առաջ, որն է այն հիմքը, որի տոտալիտարիզմի էլեմենտները մենք հանդիպում ենք, այո, սաղմերը մենք հանդիպում ենք մի քայլ առաջ գնալով կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիայի ստեղծման մեջ։ Ինկվիզիցիան Հարսուփը ասաց սկզբում, որ չէ, որպես բողոքական եկեղեցու եւ ընդհանրապես աշխարհիկացման Եվրոպայում, Իտալիայում եւ հատկապես Իտալիայում եւ Եվրոպայում այդ ամբողջ աշխարհիկացման process-ը եւ նույնիսկ եկեղեցու աշխարհիկացման process-ը պապական իշխանության կանգնեցնելու մեխանիզմ էր, միջոց էր, բայց որը շատ արագ վերածվեց տոտալիտար համակարգի, որտեղ նույն բաներն էին անում իրենք, նույն ձևով։ Եվ այդ տեսակետից, այսինքն տոտալիտար հայացքով նայելով եկեղեցու պատմությանը, էլի տեսնում ենք կան պահեր, որտեղ մենք եկեղեցու հայրեր, Հարսուփը կասի, մենք եկեղեցու հայրեր, որ մենք հիմա ասում ենք, չէինք ունենա, եթե տոտալիտարիզմ լիներ հենց սկզբից եւ այդ եկեղեցում։ Որտեղ այդ մարդիկ փորձել են մեկնաբանել Աստծո խոսքը, ամեն մեկը մի բան է փորձել, առաջ են տարել, ի վերջո աստվածաբանությունը ինքը փիլիսոփայության պես գիտություն է, ինքը պիտի դու չեմ ասում վեճի մեջ լինես Աստծո հետ, բայց հարց ունենաս դիալոգի մեջ լինես, ոնց որ Նարեկացին է, չի ասում, մի խորոց սրտի խոսք Աստծո հետ, ինքը խոսում է Աստծո հետ, ու Աստծո հետ խոսքը եթե դու գտնում ես, ասում ես ես գտել եմ միակ ճշմարտությունը, սա է միակ ճշմարտությունը եւ չկա ուրիշ ճշմարտություն բացի սրանից, պարզապես գտնում ես հողը եւ իմ կարծիքով եւ երկնքի դռներ ես փակում եւ երկրի։ Ձեր կարծիքով ինչն է ստիպում կարելի ասել մարդուն, եթե ընդունենք, որ ամբողջատիրական համակարգը ապամարտկային համակարգ է, բայց այն բավական կուռ համակարգ է եւ այն աշխատում է այդպես իր ամբողջության մեջ, բավական դաժան։ Ինչ բնազդներ կարելի ասել կամ դրդապատճառներ են, որոնք ստիպում են ստեղծել այդպիսի համակարգ։ Ի վերջո ցանկացած համակարգ մարդկությունն է ստեղծում, դրանք այլ տեղերից եկած եւ պարտադրված երևույթներ չեն։ Կարծիք կա, որ այլ մոլորակայիններն են վերում։ Չէ, բայց առաջին շատ կարևոր մի բան, տոտալիտար համակարգերը այստեղ նշվեց, որ սահմանվել են իբրև հետագայում, երբ պիտի սահմանվեր նշանավոր փիլիսոփաների կողմից իբրև բաց հասարակության թշնամիներ, իրականում դրանք միայն իրենց իմ կարծիքով բարձրակետին հասան 20-րդ դարում։ Բայց եթե մենք ուշադիր նայենք, տեսեք տոտալիտար համակարգեր ենք մենք ասում, բայց նույն այդ տոտալիտար համակարգերը մենք տեսնում ենք հին Հռոմում, արտահայտումը, կայսեր պաշտամունք։ Այսինքն կայսեր պաշտամունքը անհերքելի իրողություն է։ Եթե դու չես ընդունում կայսեր պաշտամունքը, ուրեմն դու Հռոմի քաղաքացի չես։ Դասական տիպիկ օրինակ, ինչու է մարդը կամ ինչու է կայսրը ստեղծում տոտալիտար համակարգ իր պաշտամունքը, որովհետև խնդիր է առաջանում մեկ կուռ բուրգի մեջ բոլորին խմբավորելու, տարբեր էթնոսներ, տարբեր ազգեր, տարբեր ցեղեր, ժողովուրդներ, մշակույթներ եւ այլն։ Մյուս կողմից անտարբերությունը հասարակության մեջ ցանկացած քաղաքական երևույթի նկատմամբ։ Ես հիմա հիշեցի, երբ հիտլերյան Գերմանիայի մասին խոսք եղավ, նշանավոր մի կոմունիստի խոսքը ասում է, երբ սկսեցին նացիոնալ կուսակցությունները իրենց հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնել, մենք լուր էինք, որովհետև մեզ հետ հաշվեհարդար չէին տեսնում, եւ սկսեցին հрьяաների հետ հաշվեհարդար տեսնել, մենք լուր էինք, որովհետև մեզ հետ հաշվեհարդար չէին տեսնում, իսկ երբ սկսեցին մեզ հետ հաշվեհարդար տեսնել, մենք էլի լուր էինք, որովհետև չկար ուրիշ մեկը, որ ձայն բարձրացներ, բոլորին մաքրել էին։ Այսինքն այս անտարբերությունն ըստ էության նոր ժամանակներում ես ավելին ասեմ, ոչ թե տոտալիտար համակարգերի ծնունդ է տալիս, այլ ծնունդ է տալիս տոտալիտար համակարգերի ենթահամակարգերի։ Օրինակ շատ մոնոլիտ ազգային պետություններում ծնունդ են առնում շատ ու շատ ենթատոտալիտար, այսպես ասենք, համակարգեր։ Ամբողջատիրությունը դրսևորվում է ամենատարբեր ձևերով։ Երբ մի կուսակցություն բացարձակորեն հաչս ամենեցուն, ինչպես ասում են, գերիշխանություն է հաստատում եւ ցանկացած օրենսդրական խնդիր, վարչական, գործառնական եւ այլն իրագործում է ըստ այդ
կուսակցության մեջ ընդունված խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով։ Պոստսովետիկ, հետսովետական բոլոր երկրներում գրեթե այդպես է։ Նայեք մնացած բոլոր այն երկրները, որտեղ տոտալիտար համակարգի փորձառություն ունեցել են։ Այդ երկրներում դժվար է ձերբազատվել տոտալիտար համակարգին բնորոշ մտածելակերպից, ստերեոտիպերից։ Նայենք Եվրոպան, որտեղ նույնպես տոտալիտար համակարգի շատ ու շատ օրինակներ եւ փորձառություններ կան։ Մեզ թվում է, որ Եվրոպան ձերբազատվել է եւ գնում է ձերբազատման ճանապարհով։ Բայց ըստ էության գաղափարական տոտալիտարիզմը, գաղափարական ճնշումը Եվրոպայում միշտ էլ արկա է եղել։ Սա անհերքելի փաստ է։ Եվ ներկա փիլիսոփաների, սոցիոլոգների աշխատությունները հենց դրա մասին էլ խոսում են, որ օրինակ երբ կոմունիստները մարքսի սուրբ ընտանիքը, այսպես ասենք, փոխաբերական իմաստով վրճակելով իրենց նոր կրոնն էին ստեղծում, ինչ էր տեղի ունենում Եվրոպայում։ Եվրոպայում առաջ էր գալիս մի նոր բոլորովին տարբեր համակարգ, ոչ պակաս տոտալիտար, բայց այս անգամ արդեն շատ ավելի քաղաքակիրթ, գլոբալիզացիա։ Այսինքն ամբողջ աշխարհը սկսում է դիտվել իբրև մի մեծ գյուղ, որտեղ բոլորը ենթարկվում են մեկ միասնական համակարգի, մեկ միասնական օրենքի, եւ որտեղ ըստ էության, ինչպես սահմանում էին 70-ական, 80-ականների ամերիկյան նշանավոր գրողները եւ քաղաքական գործիչները, ամեն բան նման է շախմատային մեծ դաշտի, որտեղ ամեն ինչ տեսնում ես եւ ամեն ինչ կարելի է կանխատեսել, որտեղ աշխարհը գլոբալ է։ Սա նույնպես նոր տոտալիտար համակարգի դրսևորումն է։ Մենք իհարկե խոսում ենք դասական տոտալիտար սահմանման դիրքերից, բայց եթե նայենք մի քիչ ավելի առաջ, մենք կտեսնենք, որ այսօր արդեն տոտալիտարիզմը դրսևորվում է ամենատարբեր ձևերով։ Հետաքրքիր դիտարկում են անում մշակութաբանները, որ հետտոտալիտար հասարակարգերում հետաքրքիր նոստալգիա կա տոտալիտարիզմի նկատմամբ։ Եվ այդ հակասությունը նաև մեր հասարակության մեջ կա։ Մի կողմից մենք քննադատում ենք ենթադրենք Խորհրդային Միությունը շատ կետերում, սկսած որ մենք արմատներից կտրվեցինք ազգային մշակույթի եւ հենց ամենահակամարտկային իր կեղծարարության, անհատի պաշտամունքի եւ այլնի տեսանկյունից, բայց հասարակության մեջ նոստալգիա է նկատվում մյուս կողմից էլ սովետի ժամանակների մասին, ինչպես ասում են, որ սովետի ժամանակ լավ էր։ Ձեր կարծիքով այս հակադրությունը, հակասությունը օրինաչափ է հետսովետական մարդու համար, եւ եթե այո, ապա ինչպես է դա առաջանում, այդ նոստալգիան։ Իմ կարծիքով օրինաչափ ասել բացարձակ իմաստով երևի ճիշտ չի, բայց տվյալ պարագայում, տվյալ հանգամանքներում իրականության մեջ գուցե եւ օրինաչափ է, որովհետեւ տեսեք, ովքեր են նոստալգիկ սովետի ժամանակ եւ ինչու են նոստալգիկ, երկու հարց կա։ Ուրեմն ես հստակ կարող եմ որոշել, առաջինը նրանք, որոնք կյանքի մեծ մասը անցկացրել են սովետական միությունում եւ լավ են ապրել, չենք քննարկում ոնց են ապրել, ինչ են արել, որ լավ են ապրել, բայց դա շատ կարեւոր է, հա։ Ովքեր են որ իրենց բարեկեցություն լավ են ապրել եւ ինչպես են լավ ապրել, դա ուրիշ հարց է, չեմ ուզում այստեղ բարձրացնել, բայց լավ են ապրել եւ շատ չեն աշխատել։ Մեկ եւ երկրորդը երիտասարդները, որոնք չեն տեսել սովետական միությունը, որոնց իրենց պապիկները, տատիկները կամ հայրիկները, մայրիկները ասում են, այ այն ժամանակ սենց էր, հիշում են լավ բաները։ Միջին սերունդը, որը իմ սերունդն է, շատ քիչ են Հայաստանում։ Այդ իմ սերունդը կորած սերունդ կարող ենք համարել, որովհետև կամ գնացել են, կամ Ղարաբաղյան պատերազմում մահացել են, կամ փոխվել են, տարալուծվել են, ձայները չի լսվում, չկան։ Այդ մեր սերունդը չկա ամեն դեպքում, այդ գնացողներն են, որոնք որ իսկապես պետք է ձայն բարձրացնեն, ասելով, որ իհարկե մենք վերջին 20 տարին ենք տեսել սովետի, բայց ահագին բան հասցրել ենք տեսնել։ Եվ նույնիսկ իմ սերնդի մեջ էլ, չէ, այդ տարբերությունը կա, ով ինչպես է անցել այդ երիտասարդ մինչև 20-25 տարեկան ճանապարհը, ինչ է հասցրել տեսնել, ինչ անարդարություններ, ինչ երևույթներ, եւ դա մեկ որպես օրինաչափություն, երկրորդը երազի երևի խնդիր է եւ երազի իրականացման իրողության խնդիր է, այսինքն ինչ էր ուզում է ժողովուրդը, որ սովետականությունը կործանվեց, հետո ինչ պիտի գա, այսինքն ինչ եկավ
մարդիկ մտածում էին, որ երբ որ սովետը քանդվեց, իրենք անմիջապես պիտի լավ ապրեն։ Այդ սինդրոմը ունեն բոլոր հետ սովետական տարածքի ժողովուրդներ, նույնիսկ սոցիալիստական ճամբարի։ Ես հիշում եմ 90 թվականին Փարիզում ֆրանսիական դպրոց էի գնում, այդտեղ բազմազգեր եւ կային նոր ազատ Գերմանիայի եւ հին Գերմանիայի, ասենք ասենք արևմտյան եւ արևելյան Գերմանիայի, իրենք իրար հետ կռվում են, որտեւ այդ արևմտյանն ասում էր սրանք կարծում են, որ մի օրում պիտի Մերսեդես ունենան, ախր այտենց չի, մենք սերունդներով աշխատել ենք եւ այլն։ Այսինքն նաեւ այդ մտայնությունն է։ Ճիշտ է, մեր գլխին շատ բան եկավ, չէ՞, անկախությունից հետո։ Մեր կյանքը ոնց գնաց դեպի վատ։ Մի կողմից լավ, ամեն ինչը կարծես թե լույս եկավ, ջուր եւ այլն, բայց մյուս կողմից էլ աղքատացման բևեռացում կա, չէ՞, հասարակության մեջ շատ խնդիրներ կան, եւ այդ խնդիրը կա, որ ես չեմ ուզում աշխատեմ, բայց ուզում եմ ունենալ, եւ ես ինչու պիտի աշխատեմ եւ որն է մեր ապական։ Մենք չունենք այդ տեսլականը, մեզ ոչ ոք չի տալիս, այ ժողովուրդ վատ է, բայց տեսեք ուր են գնում։ Մեր դա է խնդիրը, որ մարդը եթե չի տեսնում ուր է գնում, նայում է հետ։ Ես մի քիչ տարածեմ դա մեր ժողովրդի ամբողջական կերպարի վրա։ Ինչու ենք մենք այդպես սևեռված մեր անցյալի վրա։ Ընդհանրապես թողենք այս տասնամյակը, մենք սևեռված ենք, չէ՞։ Անընդհատ նայում ենք այդ Գրիգոր Լուսավորիչ, Վարդան Կոնյան, չգիտեմ, Անի, մեր փառք, Տիգրան Մեծ եւ այլն, որովհետեւ մենք չունենք այդ ուր նայենքը։ Չեն գնում առաջ, մենք դրա համար էլ անընդհատ հետ ենք գնում։ Եվ մեր նման մեծ ժողովուրդները Ամբողջատիրական համակարգը եւ մարդը թեմայի շրջանակում շարունակում ենք զրուցել կրոնին ու եկեղեցուն առնչվող խնդիրների մասին։ Տաղավարում մեզ հետ են Մայրաթորի միաբան Շահե Վարդապետանանյանը եւ հայագետ հրապարակախոս Նազանի Ղարիբյանը։ Մենք հաղորդման առաջին հատվածում արդեն անդրադառնալով բավարար չափով ամբողջատիրական համակարգի վերաբերմունքին կրոնի եկեղեցիների նկատմամբ, այսպես անցում արեցինք այդ ամբողջատիրության շրջանը։ Այդ ամբողջատիրական շրջանում գրեթե բոլոր հասարակություններն էլ ունեն սանացիայի խնդիր, առողջացման խնդիր տարբեր ոլորտներում։ Փաստորեն, եթե ամբողջատիրական համակարգը նոր մարդ էր ստեղծել, ենթադրենք փորձառություն ունի այդ հասարակությունը ամբողջատիրական համակարգի, այնտեղ նոր մարդ էր ստեղծվել, այս նոր մարդը հայտնվում է նոր իրավիճակում, կտրուկ ընդ որում տարբեր, եւ հետեւաբար նորից պիտի ստեղծվի ինչ որ մի կերպար մարդու։ Ձեր կարծիքով հասարակության որ ինստիտուտները պիտի ավելի շատ ստանձնեն այդ խնդիրը կամ ավելի շատ ներուժ ունեն այդ ծանր խնդիրը լուծելու, որպեսզի դա չվերցնի նորից իր վրա ենթադրենք պետությունը, եթե ունի պետություն հետ ամբողջատիրական հասարակարգը եւ նոր տիպի տոտալիտարիզմ ստեղծվի փաստորեն, եւ մյուս կողմից էլ այդ ինստիտուտները հենց իրենք ունեն փաստորեն վերականգնման խնդիր։ Դեք քիչ առաջ շատ լավ դիտարկումներ եղան նոստալգիայի վերաբերյալ։ Ես այսինքն շատ քիչ ապրած սովետական շրջանում եւ հետո միանգամից անցում կատարած դեպի նոր անկախ Հայաստան եւ հետո հետադարձ հայացքով նայելով այն ամենին, ինչ որ հասցրել եմ հիշել եւ ինչ որ հասցրել եմ կարդալ, իմանալ, շատ էական մի բան կա։ Այն պետությունները, որոնք ունեն նոստալգիա տոտալիտարիզմի նկատմամբ, հետևաբար այդ տոտալիտարիզմի ողջ պատմությունն ընկալում են իբրև իրենց պատմություն։ Հիմա նայեք, հարցը շատ հստակ է։ Մենք սովետական Հայաստանի պատմությունը ընկալում ենք իբրև մեր պատմություն, իբրև ազգային պատմություն, թե ընկալում ենք իբրև մի բան, պատմական իրողություն, որ մեզ պարտադրվել է։ Սա շատ էական է։ Օրինակ Ռուսաստանում գերակշիռ մասը կարելի ասել, Սովետ միությունն ընկալում է իբրև կայսրության տրամաբանական շարունակություն։ Մենք ինչպիսին ենք այն ընկալում։ Երկրորդ, երբ 88 թվականից սկսած մենք անկախության էինք ձգտում, չգիտեմ, երևի սխալ եմ ասում, մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար չունեին տոտալիտար գաղափարախոսությանը փոխարինող նոր գաղափարախոսություն։ Որն էր այդ գաղափարախոսությունը։ Կրոնական, ազգային, նացիոնալիստական, նոր տոտալիտար ինչ գաղափարախոսություն էր։ Եվ բնականաբար այդ իներցիան եւ այդ առողջացումը չի կարող տեղի ունենալ հին տոտալիտար համակարգի ավերակների վրա։ Ձեզ մի հասարակ օրինակ բերեմ։
Հայաստանում մարդիկ շատ հաճախ պաշտոնյաներին իջով են, չէ, դիմում, այսինչիչ, այնինչիչ եւ այլն։ Բայց սա տոտալիտար համակարգի մնացուկ է։ Ինչև այսօր հավեսով բերում է։ Եվ բնականաբար այս երևույթը, եթե մենք նայենք, մեզ մղում է կամա թե ակամա դեպի եւ վարչական, եւ հասարակական, եւ քաղաքացիական բոլոր իմաստներով, դա տոտալիտար համակարգի եւ կամա ակամա հասարակության մեջ ծնվում է նույնիսկ երիտասարդների մոտ, ովքեր չեն տեսել Սովետ միությունը, որովհետեւ այդ արժեքների կրող մարդիկ շատ հաճախ բարձրանում են ամենաբարձր գագաթներին։ Եվ նոստալգիան բնականաբար ծնվում է ոչ թե իբրև նոստալգիա, այլ իբրև բաղձանք վերականգնել այն հինը, այդ հին ավերակները, որովհետև այդ ավերակների կրողները կարող են երբեմն շատ ու շատ ավելի բարձր տեղերում հայտնվել, քան այն մարդիկ, ովքեր ունեին տեսլականը նոր ազգային քաղաքացիական պետություն ստեղծելու։ Սա շատ կարևոր է։ Եվ այստեղից առաջանում է այն առաջին խնդրի լուծումը կամ պատասխանը, հետևաբար մարդիկ արդեն սկսում են այն պատմությունը Սովետ միության տոտալիտար համակարգի պատմությունն ընկալել իբրև ազգային պատմություն։ Սա դեբատի հարց է, քննարկման հարց է։ Ես չեմ կարող ասել, որ դա ոչ ազգային պատմություն է, որովհետև այնպիսի ազգային դեմքեր եւ այնպիսի ոչ պակաս հայրենասեր ազգային գործիչներ անուններ չտամ, ծնվել են նաեւ այդ համակարգում։ Եվ անկարելի է ասել, որ այդ համակարգն ամբողջությամբ եղել է ապազգային կամ դրսից մեզ պարտադրված, բայց մյուս կողմից հստակ է, որ այդ համակարգը ինձ համար իբրև նախ քրիստոնյա եւ հետո իբրև եկեղեցական ոչնչացրել է այն ավանդույթները, այն մտածողական, փիլիսոփայական, աստվածաբանական ավանդույթները, որ ուներ եկեղեցին։ Հազարներով եկեղեցիներ են փակվել ու ոչնչացվել։ Վանքեր, եկեղեցականներ են գնդակահարվել եւ բնականաբար այստեղ խնդիր է առաջանում դրա փոխհատուցումը, դրա պատասխանատուն ով է դառնում։ Այսինքն առողջացումը այս առումով սկսվում է ոչ թե նոր տոտալիտար համակարգի փոխարեն մեկ այլ սուրոգատ տոտալիտար համակարգ բերելով, այլ սկսվում է քաղաքացիական ազգային հասարակություն ձևավորելով, որտեղ ազգի անդամը պետության քաղաքացին ինքը իրեն համարում է այդ տվյալ քաղաքացիական հասարակության անդամ, որտեղ բոլորը հավասար են։ Տեսեք, Իսրայելը օրինակ բերենք, չէ՞։ Ըստ էության Իսրայելը դեմոկրատ երկիր է, բայց ոչ պակաս տոտալիտար դրսևորումներ կան։ Բայց այնտեղ ինչն է զորեղ ազգի գաղափարը։ Այնտեղ միաձույլ պետություն է Իսրայելը, 87% հրեա է ապրում։ Այսինքն մենք երբ խոսում ենք այդ ազգային հասարակական քաղաքացիական կառույցի մասին, մեր աչքի առաջ շատ նմանատիպ պետություններ կան։ Մեր ազգի իրականության մեջ էլ կրոնականը այլևս ոչ միայն համաշխարհային գլոբալ երակին մեզ կապող գործոն է, այլ նաև ազգային կարևոր գործոն է, եւ այդ առողջացումը նախ եւ առաջ պետք է սկսեր եւ արդեն երևի թե 20 տարվա ընթացքում պետք է որոշակի արդյունքներ տար նոր գաղափարախոսություն ձևավորելով, ազգային գաղափարախոսություն։ Ազգային ոչ թե մնացած ազգերին մի կողմ, այլ Հայաստան պետության մեջ հայ քաղաքացուն բնորոշ գաղափարախոսություն ստեղծելով։ Եթե դա չկա, մենք բնականաբար լինում ենք հարուստ հոր սնանկ որդիներ։ Մենք ավերակների առաջ կանգնած մտածում ենք, որ մեզ ինչ-որ մի բան տանում է դեպի ապագա, բայց այդ ապագան ինչպես էլ որ դառնանք 4 կողմը այդ ավերակներն են տոտալիտար համակարգի։ Հետաքրքիր է, որ նոր գաղափարախոսություն կամ մարդու փոփոխություն, ինչպես դուք եք ասում, տոտալիտարիզմը ի վերջո շարունակում է ապրել, որտեղ շարունակում է ապրել մեր մտածողության մեջ, իսկ մտածողության փոփոխություն մարդկությունը եւ կարծում եմ նաեւ հայ հասարակությունը ամենաշատը ակնկալում է եկեղեցուց, որովհետեւ նա է աշխատում մարդու հետ, բայց այս դեպքում հարց է առաջանում եկեղեցին ինքը նախ վերստեղծման կարելի է ասել այդ երկարատև ժամանակաշրջանից ու այդ բուրըն հալածանքներից հետո նախ որպես ինստիտուտ չվերանալու եւ շարունակելու գոյատևել, վերակառուցվելու լուրջ խնդիր ուներ եւ մյուս կողմից էլ մեր անցյալը, որ այնուամենայնիվ որքան էլ ցավալի է, դա մեր անցյալն է, որտեղ մենք աթեիստ էինք եւ եկեղեցին բացարձակ հեղինակություն չէր, այդ իրողության դեպքում ինչպես պիտի աշխատել, որովհետեւ եթե ուզում ես փոխել մարդուն, նա պիտի քեզ հավատա։ Գիտեք, եկեղեցին ընդհանրապես իբրև Քրիստոսի մարմին, այնտեղ բոլորը հավասար են։ Ինձ համար
քաղաքացիական հասարակության ավելի իդեալական եւ կատարյալ նախատիպ չեմ պարզապես անհնար է պատկերացնել։ Բայց քիչ առաջ խոսում ենք տոտալիտարիզմի Տոտալիտարիզմի պարագային, հիմա ինչպես համատեղ ենք դա։ Համատեղության հարց է ծագում, ցանկացած նաև քաղաքացիական հասարակարգն ինքը ամբողջատիրական հասարակարգ է, որտեղ գերիշխող է կամ օրենքը, կամ յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը։ Ի վերջո բացարձակ արժեքներ պետք են հասարակությանը։ Չի կարելի հասարակությանը տալ հարաբերական արժեքներ։ Անհնար է։ Հասարակությունը չի գոյատևի պարզապես։ Եվ երկրորդ, եկեղեցին իբրև այդպիսին մարդուն տալիս է բացարձակ արժեքներ։ Հավատ, մարդու ազատությունը, մարդու կյանքը, չէ՞։ Սրանք բացարձակ արժեքներ են եկեղեցու հասարակության մեջ, եկեղեցու պատկերացրած հասարակության մեջ։ Հիմա նայեք, երբ մենք անցում ենք կատարում դեպի հետ տոտալիտար համակարգ, ուրեմն պետք է այդ ժողովրդի մեջ ամենայն դեպս ինչ որ մի ուրվագիծ լինի, ինչ որ մի մոդել լինի, թե ինչպես պետք է ստեղծել այդ հասարակությունը։ Եվրոպական հասարակությունը, եթե սխալվում եմ, կառուցված է, չէ՞ որ քրիստոնեական հնագույն մշակույթի եւ քրիստոնեական ամանդների վրա։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ տոտալիտար համակարգում մարդն է որոշում, թե մյուս մարդը ինչպես պիտի ապրի, ինչ պիտի անի, ինչ պիտի խմի, ինչ պիտի մտածի, ինչ չպիտի մտածի։ Մյուս քաղաքացիական հասարակարգում, տվյալ դեպքում եկեղեցում, մարդը նույնպես ամբողջատիրական դաշտի մեջ է, բայց այստեղ մարդը ինքը կարող է մտածելով, նոր բան անելով, ավելին ընդլայնել այդ դաշտի սահմանները։ Տարբերությունը շատ հստակ է։ Եվ առողջացումը բնականաբար եկեղեցու պարագային գալիս է այս դիտարկումից, որ գիտեք ինչ, ամբողջատիրական հասարակարգը անցավ, բայց վերադառնանք այն նախկին արժեքներին, որ ունեինք ամբողջատիրական հասարակարգից առաջ։ Իսկ այդ արժեքները քրիստոնեական են, ուզենք կամ չուզենք։ Բնականաբար ես չեմ ասում վերադարձ դեպի արմատներ նշանակում է վերադարձ դեպի բացարձակ քրիստոնեական եկեղեցական արժեքներ։ Միգուցե մարդիկ չհամաձայնվեն, ասեն ոչ, մենք ուրիշ բան ենք ուզում, բայց պատմությունը դա է, փաստը դա է։ Եվ ուրեմն այսօր երբ մենք խոսում ենք տոտալիտար համակարգից բուժվելու, ապակինվելու մասին, մենք պիտի մտածենք, թե ինչ թողեցինք մենք տոտալիտար համակարգից առաջ, ինչին պիտի վերադառնանք մենք։ Եվ հետաքրքիր է նաև ինչպես պիտի վերադառնանք, այսինքն որպեսզի Գիղարեբյանի ասած այդ հայացքը դեպի հետ չվերածվի ընդամենը հետևանքի ապագա չունենալու, դեպ ինչպես նայել, թե ինչ ենք թողել։ Դժբախտաբար ես պիտի ասեմ, որ այսօրվա մեր գաղափարախոսությունը հետադարձ հայացք է։ Բացարձակ հետադարձ հայացք։ Ռելիկտային ժողովուրդ։ Առանց որևէ կոնկրետ, ռեալ, հստակ բաների։ Այսինքն մենք խոսում ենք ինչ որ մի նոստալգիայի մասին, երբ պետության մեջ կա արտագաղթ, երբ պետության մեջ կա մարդու իրավունքների բացարձակ ոտնահարում, երբ խեղկատակություն է, չգիտեմ, քաղաքական դեբատների մեծ մասը։ Ինչ առաջընթաց հայացքի մասին է խոսքը։ Չի կարող այդպիսի հայացք լինել։ Հետադարձ հայացքը մեզ կարող է միայն պատգամներ եւ դասեր տալ պատմությունից, ոչ ավելին։ Իսկ ապրել պատմության հերոսներով եւ դրանց պանծացնել դնել նոր կուրքի սեղանի վրա, դա ոչ անցյալի հերոսների ցանկություններ, ոչ էլ այսօրվա գործնական առաջադրանքն է։ Խնդրեմ։ Ես շատ բաներ խոսվեց այստեղ կարևոր եւ հարցադրումներ արեցիք, փորձեմ համառոտել, դրա համար հետ գնամ դեպի Հայր Սուրբի ասած Իսրայել պետությունը, համաձայն եմ, որ Իսրայել պետությունը միատար 87%-անոց միաձույլ պետություն է, բայց այդ ներողություն միաձույլ է, բայց միատար չի, այսինքն այնտեղ հрьяաները իրենց թողնում են ապրեն իրենց համայնքներով, այսինքն չկա այդ տոտալիտարիզմի բանը, որ ոնց ասած ունիֆորմիզացիոն համակարգը, որ բոլորը պիտի հագնեք սև, ասենք, բան, բոլորը պիտի սենց անեք, այնպես այնք սենց պիտի Աստծուն պաշտեք, սենց այգի, այս տրադիցիոն, այս հացը սենց պիտի ուտեք։ Իրենք ամեն մեկը Ռուսաստանից գնացածները շարունակում են իրենց լեզվով խոսել, Արևելյան Եվրոպայից իրանց ձևերով են անում իրենց տրադիցիոն բաները։ Դրա համար այդ միաձուլությունը եւ միատարությունը շատ կարեւոր է իրարից զատել։ Այդտեղից գալով ցած կանեմ դեպի այսօրվա մեր իրողություններ, էլի համաձայն եմ Հայր Սուրբի հետ, այսինքն
ինչ առումով եմ համաձայն։ Մենք ինչ ենք ուզում անել, մի ռեժիմը, գաղափարախոսությունը տոտալիտարիստական չեն կարող փոխարինել մեկ այլով։ Պետք չի եւ չի էլ ստացվի, որտեվ էլի եմ ասում, տոտալիտարիզմը կարճ կյանք ունի, ցանկացած այդ տեսակ փորձ կարճ կյանք ունի։ Ես համաձայն եմ, որ եկեղեցին մեծ դեր ունի այդտեղ այսօրվա իրողություններում եւ այսօրվա եկեղեցին անպայման մեծ դեր ունի հետ տոտալիտարիստական մարդու կերտման գործում։ Միանգամայն համաձայն եմ, որ մենք չունեինք սովետի փլուզման ժամանակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ մենք չունեինք, որ լավ են գնում, մենք ինչ ենք ուզում, մենք ազգային գաղափարախոսություն ոչ ազգայնական, ազգային, այդպես էլ չենք սարքել, այսինքն այնքան չստացվեց, որ դրան փոխարինելու եկավ ազգայնական գաղափարախոսություն, որը էլի տոտալիտարիստական մի բան է։ Ազգային գաղափարախոսություն չենք մինչև այսօր չկա այդ մեր դոկտրինան, որի մեջ պետք է լինեն որ Հարսուպն ասում է բացարձակ արժեքներ, ես համաձայն եմ այն իմաստով, որ քրիստոնեության մեջ կան այդ արժեքներ, անձամբ ինձ համար սիրիր մերձավորիչը բացարձակ արժեք է, միշտ աշխատող արժեք է։ Ու մի արա ուրիշին այն ինչ որ չի ուզում քեզ անել, հասարակության օրենք է, դա իսկապես եթե իրագործում ես, ուրեմն հասարակությունը լավ տեղ է գնում, եթե մոռանում ես դա գնում ես պատմությունից տեկվում ես։ Ուրեմն այդ տեսակ արժեքները ում քրիստոնեական են, բայց ինձ համար դրանք կարող են լինել նաև աշխարհիկ արժեքներ։ Այսինքն ոչ թե քրիստոնեական ասելով չպետք է հասկանալ կրոնական, ինստիտուցիոնալ եւ այլն, դրանք տարբեր են։ Կրոն եկեղեցին որպես ինստիտուտ կարող է եւ հետ մնա։ Օրինակ մեր եկեղեցու խնդիրը այսօր այդ 70 տարին ոնց որ ասած հատխապե ոնց հետ բերելն է, որպեսզի ինքը ցածկ շատ դժվար է իր համար։ Եթե իրեն կանգնեցրել են 17 թվականին, 20 թվականին, հետո իրեն ասում են դե հիմա ազատ գործիր 90 թվականին, շատ դժվար է նոր միանգամից նոր բաներ ունենալ։ Բայց դա չի խանգարում, որ քրիստոնեական արժեքները հենց եկեղեցու գործիչների միջոցով մտնեն աշխարհիկ, այսինքն մեր պետությունը պետք է աշխարհիկ լինի ամեն դեպքում։ Ես օրինակ չեմ ուզի կրոնական, այո, կուզեմ եկեղեցին շատ մեծ դեր ունենա, բայց ինքը պիտի աշխարհիկ լինի, աշխարհիկ չի նշանակում աթեիստ։ Եվ այդ աշխարհիկ գաղափարախոսության, քաղաքացու ստեղծման մեջ քրիստոնեական արժեքները շատ կարևոր դեր ունեն, որտեղ այսօրվա աշխարհիկ Եվրոպայում էլի դրանք են մեծ մասամբ, ինչքան էլ որ մենք խոսում ենք ռեֆորմացիայից, ինչքան էլ խոսում ենք իտալական վերածննդից, աշխարհիկացումից, բայց դրան որ հետ են գնում հիմքը հունահռոմեական դասական փիլիսոփայական ժառանգությունն է, պլյուս քրիստոնեական գաղափարախոսությունը։ Այնպես որ մենք դա մեծ գործ ունենք։ Այն ժամանակ 90-ական թվականներին որ գրում էինք, մենք դրանց ասում էինք ոչ թե գաղափարախոսություն, այլ ասում ենք արժեքային համակարգ։ Այնքան է գրվել այդ բառակապակցությունը, որ այսօր դա գործածությունից դուրս է եկել, կարծեմ ոչ ոք էլ չի ասում, որն է այդ առանցքը, արժեքային համակարգի առանցքը, ինչքան էր գրվում այն ժամանակ, որն է, այդպես էլ չարվեց։ Մինչև դա չարվի, մենք չենք կարող կազմակերպել ոչ միայն որպես պետություն, քաղաքացիների հասարակություն, նույնիսկ ազգ որպես չենք կարող համարել մեզ այսօրվա ժամանակակից աշխարհում։ Շատ լավ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Զրույցն ուզում եմ ամփոփել դեռ 50-ականներին Լեռ Կամսարի մի արտահայտությամբ, որ ասում էր. Աստված սկսեմ, եթե վաղը հրաշքով ազատվենք այս կառավարությունեն եւ հաստատվի բնականon կյանք, բայց ով կսովորեցնե ներկա մեր սերունդին մարդը լալ։ Կարծում եմ այս հարցը դեռ արդիական է այսօր։ Ամենայն բարիք։